Այսօր ես պատիվ ունեմ ներկայացնեմ իմ շատ սիրելի եղբորը։ Կարեն եղբորը, դուք իր մասին լսել եք, դուք իր հետ ծառայել եք, բայց դուք իրան չեք տեսել։ Այդ Կարեն եղբայրն է, 44 օրվա կռվի ժամանակ մենք գումար էինք հավաքում, ղրգում էինք։ Այդ Կարեն աղբերն էր կյանքի գրով Սամվել աղբոր հետ գնում էր անցնում էր Լաչինի այդ ճանապարհները, այդ կրակի միջով, իջում էր պատվալները, տատիկներին, որբերին դեղ էր տանում եւ իրանց կարիքների հոգում էր։ Միջև կռիվը վերջացավ, կարողացան հանեն։ Հարթ Տիրոջը սիրելիներ, ես միշտ ասում եմ այդտեղ այդ մարդ հով է, հետո իմացա հովիվ է, զարմացա։ Իրան Լաչինի Կարենն ասում, գիտեք ինչ հիմա, որովհետեւ այդ Լաչինի ճանապարհ ինքը լավ գիտի։ Մի հատ բլոգեր կար, Գևորգ, ես իր այդ կապի մեջ էի, այդտեղ են ճամփով գնաց գերի, միջիմի գերության մեջ է այստեղ։ Ամեն անգամ իրանց գնալու գալը իմ կյանքից կեսը գնում էր, միշտ Սամոյի այդ կապի մեջ էի, Սամվել ասում է, եթե Կարենը հետս ոչ մի բանի չեմ վախում։ Փառք Աստծո, ձեր ծառայության նմա, եղբայրներ քուրե ջան, եւ այսօր մեր եղբոր Աստված բերելա, որ մոտիկից ծանոթանանք։ Հավատում եմ, որ Տերը իր սրտում պատգամա դեր մեր հիմա, ընտրեմ մեր աղբորը Ետ խոսքով կիսվի, Տերը օրհնի քեզ Կարեն աղբեր ջան։ Փառք Տիրոջը։ Շնորհակալ ենք Աստծուց, որ այսօր հնարավորություն ունենք ձեր մեջ լինելու։ Շնորհակալ եմ Դավիթ եղբայր ջան, այս հնարավորության համար, այս առիթի համար։ Ես կարծում եմ, այն ինչ որ մենք արել ենք քարորյա պատերազմին, ով էլ լիներ մեր տեղը կաներ։ Այնպես չի, որ ինչ որ մեծ բան ենք արել, թող ամեն բանի մեջ Տերը փառավորվի։ Շնորհակալ ենք, որ Տերը պահել է եւ այսօր մենք էլ ձեր մեջ միասին Աստծո խոսքի շուրջ կիսվում ենք։ Այն падգամը, որ սրտումս կա, որի մասին ես այսօր կուզեմ խոսել, վերնագրել եմ այսպես. արժեքավոր, բայց արժեզրկված։ Մենք բոլորս գիտենք, Աստծուն հավատացող մարդիկ ենք եւ բոլորս գիտենք, որ մենք ապրում ենք այն ժամանակներում, որ կարող է ամեն ժամանակ այս երկրի իրավիճակ այնքան արագ փոխվել եւ մենք տեսնենք սուրբ գրային այն խոսքերը, որ Տերը գալիս է։ Եվ մենք սպասում ենք, մենք այն ժողովուրդն ենք, որ մենք ոչ թե սպասում ենք աշխարհի վերջին, այլ սպասում ենք Տիրոջ գալստյանը։ Մենք ոչ թե սպասում ենք նեռի հայտնվելուն, այլ սպասում ենք Քրիստոսի գալստյանը։ Եվ դրա համար մեր կյանքում արժեքավոր բաներ շատ են եղել, բայց ժամանակի ընթացքում շատ բան արժեզրկվել։ Ես սրա մասին պիտի խոսեմ։ Մեր արժեքները ժամանակի հետ փոխվում են, մեր արժե համակարգը ժամանակի հետ փոխվում է։ Օրինակ նրանք, ովքեր տարիքով են ավելի սովետական ժամանակներում ապրել են, հիմա նրանք հավանդ չեն սովետական կահույքին, մեքենային, սպասքը, աման չամանները սովետական ժամանակները, որ հիմա երիտասարդները տեսնում են, ասում են, «Յանի մեզ ինչ է եղել»։ Փոխվել է ժամանակները, արժե համակարգը, ամեն բան փոխվել է սովետական միությունից մինչև մեր օրերը։ Եվ դա շատ չի անցել։ Բայց վատ է, որ հոգևոր կյանքում էլ արժե համակարգը փոխվում։ Հավատքի կյանքում, մարդու կյանքում, նա ով Քրիստոսին գտել է, չպետք է արժեքները փոխվեն, այլ պետք է աճեն Քրիստոսի մեջ։ Հավատքի նկատմամբ նորմալ չէ, որ արժեքները փոխվեն։ Ծննդոց 3-րդ գլխի 8-րդ համարում սա հայտնի խոսքն է, երբ որ Աստված եկավ պարտեզ Ադամին հանդիպելու եւ տեսեք ինչ է ասում։ Եվ օրվա զով պահին, ծննդոց 3-րդ գլուխ 8-10 համարները։ Եվ օրվա զով պահին պարտեզի մեջ շպտտվող Տիրոջ ձայնը լսեցին, որ ասում էր. Ադամ, ուր ես։ Եվ Ադամը պատասխանում է. Պարտեզի մեջ քո ձայնը լսեցի, վախեցա եւ ահա մերկ էի ու պահվեցի։ Հələ ուզում եմ մի պահ մտքով գնանք պարտեզ։ Հələ պատկերացրեք, ամենակարող Աստված, երկինք երկիր արարող Աստված եկել է հանդիպելու իր ստեղծվածին ու նա տեղում չէ։ Չի եկել։ Խոսքից հասկանում ենք, որ նրանք հաճախ են հանդիպելուց եղել։ Հաճախ է պարտեզում եղել, որովհետև օրվա զով պահին նրանք հանդիպում էին եւ Տերը ինչ որ բան ասում էր
Եվ նա էլ լսում էր եւ ասում. այո, այդպես կանե։ Ինչպես մենք։ Ինչքան է եղել, որ եկել ես ծառայության կամ աղոթքիդ մեջ ես եղել ու Տերը խոսել է քեզ հետ։ Եվ դու ասել ես, այսի իմն էր, այս խոսքը իմն էր, ես այստեղ պիտի փոխվեմ։ Հələ պատկերացրեք, որ Աստծո հետ մենք պայման ունենք ու հաճախ է այդպես լինում։ Լավ հավաքույթ է լինում, օրհնված հավաքույթ է լինում։ Նոր Դավիթ եղբայրը, որ երգում էր իմ սիրտը ուրախանում էր, հատկապես այս վերջի երգը, որ երգում էր իմ սիրտը ուրախանում էր։ Գիտեք, մենք այսպես Աստծո ներկայության մեջ հաճախ ասում ենք, որ ուզում ենք քեզ հանդիպել, Տեր։ Եվ Աստված լուրջ է նայում մեր ամեն ասացի։ Եվ մենք ասում ենք, մենք սրանից հետո ամեն առավոտ կաղոթեմ, կկարդամ նոր տանից դուրս կգամ։ Մինչև առաջի քնել։ Երբ որ առավոտյան արթնանում ենք, շտապում ենք սուրճ դնել։ Եվ մոռանում ենք այն ինչ խոստում որ տվել։ Ախր ժամանակ կար, որ Աստծո ներկայությունը մեր դուրը գալիս էր։ Հիմա ոնց որ այդքան էլ մեր դուրը չի գալի։ Ոնց որ այդքան էլ չենք արժեքավորում Աստծո ներկայությունը։ Նկատել ես, որ երբ որ տրամադրություն չես ունենում, չես ուզում Աստծո տուն գնաս։ Չես ուզում հանդիպես Տիրոջը։ Ասում ես լավ տանը կաղոթեմ, Կիրակի այսօր հոգնած եմ, երեք ծանր օր եմ ունեցել, այսօր տանը կմնամ։ Լսի, Աստված այստեղ է քեզ հետ հանդիպել։ Իր տանը, իր ներկայության մեջ։ Նա գալիս է, որ հանդիպի ինձ եւ քեզ։ Բայց երբ որ գալիս է, տեսնում է, որ ես չկամ, ինձ հարց է տալի, որտեղ ես դու։ Երբ որ նա մեզ հարց տա, մենք չենք կարող պատասխանել։ Սիրելի եղբայրներ, քույրեր, ես ուզում եմ, որ դու նկատես, որ մեր մեջ արժեքները փոխվել են։ Երբ որ մենք նոր ապաշխարել էինք, մենք ամեն օր ուզում ենք Տիրոջ տան մեջ լինենք, ամեն օր, ամեն Աստծո օր ուզում ենք Տիրոջ տան մեջ լինենք։ Բայց հիմա ոնց որ թե այդքան էլ այդպես չէ։ Մեր մոտ բան է փոխվել։ Բայց Աստված այսպես չի ուզում։ Աստված ուզում է, որ երբ որ ինքը ուզի ինձ հետ խոսել իր տան մեջ, ես ներկա լինեմ։ Որովհետև ամենակարող Աստված եկել է ինձ հետ հանդիպելու։ Ես իրավունք չունեմ նրա հետ չհանդիպել։ Ես իրավունք չունեմ նրան չհանդիպել։ Մեզ համար շատ կարևոր է Աստծո հետ հանդիպմանը, որովհետև նա ով հանդիպում է Տիրոջը, այլևս նույնը չի մնում։ Եթե քեզ համար շատ կարևոր է Տիրոջ հանդիպել ու որ քո կյանքը փոխվի, դու պետք է ամեն բան անես, որ ամեն Աստծո օր, երբ որ ծառայություն կա, դու ծառայության ես։ Աստծո ծառաներից մեկն ասում էր. դու չգիտես, որ Կիրակին է կամ որ ծառայության ժամանակ է Տերը մեկ խոսք ասելու ու քո ամբողջ կյանքը կփոխվի։ Մենք իրավունք չունենք բաց թողելու։ Մենք իրավունք չունենք Աստծո հետ այդպես վարվելու, որովհետև Աստված գալիս է մեր կյանքը փոխելու եւ մեզ ասելիք։ Ինչքան է եղել, որ նեղության մեջ ենք եղել ու մեր դոշը ծեծել ենք ու ասել Աստծուն, մեզ ասա մեր անելիքը։ Աստված ասում է օրվա զով պահին, որտեղ որ ես միշտ լինում եմ, քեզ կհանդիպեմ։ Եթե դու գաս։ Բայց մենք բաց ենք թողում, մտածելով, որ մենք կարող ենք մեր հարցերը լուծել։ Սիրելի եղբայրներ, քույրեր, որևիցե մարդ չի կարող իր կյանքին պատահած դժվարությունները իր մտքով, իր իմաստությամբ անցնի, եթե Տերը չմիջամտի։ Պատճառը դրանն է, որ բազում երիտասարդներ կան, որ ինքնասպան են լինում։ Քանդվում են, որովհետև նրանք իրենց են ուզում լուծեն հարցերը, բայց Աստծուն հանդիպել չեն ուզում։ Ծննդոց 13-րդ գլխին հետևյալ պատմությունն է Աբրահամի եւ Ղովտի պատմությունը։ Նրանք ովքեր կարդացել են, պիտի իմանան, նրանք ովքեր չէ, ես կասեմ մի կարճ։ Աբրահամը Աստծո ծառան էր, որ Աստված նրան ընտրեց եւ ասեց ինձ հետևիր։ Եվ Աբրահամն էլ իր եղբոր որդուն Ղովտին էլ իր հետ վերցրեց եւ երկուսն էլ բավականին հարուստ մարդիկ էին։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Ծննդոց 13-րդ գլխի 7-րդ համարից ուզում եմ կարդամ, ասում է. Եվ Աբրահամի անասունների հովիվները
ու Ղովտի անասունների հովիվների մեջ մեծ վեճ եղավ։ Եվ այն ժամանակ Խաղդեացիների ու Փերեզացիներին կբնակվեին նրանց երկրում։ Եվ Աբրահամը ասեց Ղովտին. «Կաղաչեմ քեզ, իմ ու քո մեջտեղ, եւ իմ հովիվների եւ քո հովիվների մեջտեղ վեճ թող չլինի, որովհետեւ մենք եղբայրներ ենք։ Բոլոր երկիրը քո առջևդ է, կաղաչեմ, զատվիր ինձանից, եթե դու ձախ գնաս, ես աջ կգնամ, եթե դու աջ կողմը գնաս, ես ձախ կողմը կգնամ»։ Հետաքրքիր էր, երկուսն էլ հարստացել էին, երկուսն էլ բավականին ունեցվածք ունեն եւ հովիվները իրենց հոտերը արածացնելու համար վեճ ունեն։ Աբրահամի դիրքորոշումը ճիշտ դիրքորոշում էր, ասում էր մենք եղբայրներ ենք, մենք իրար հետ վիճելու բան չունենք։ Արի դու եթե աջ գնաս, ես ձախ կգնամ, եթե դու ձախ գնաս, ես աջ կգնամ։ Եվ հայտնի պատմությունը Ղովտը իր աչքերը բարձրացրեց դեպի երկինք, դեպի աջ կողմը եւ տեսավ, որ Սոդոմ Գոմորի երկիրը դրախտի պես էր։ Եվ ասեց ես այդտեղ կգնամ, այդտեղ հարմար է, այդտեղ լավ է։ Այդտեղ ես կարող եմ հարստանալ, իմ անասունների համար կերակուր ճարել։ Եվ պատմությունը գիտենք, որ Աստված անիծեց, ոչնչացրեց Սոդոմ Գոմորը եւ մենակ Ղովտը մնաց։ Հետաքրքիր է, որ մեծ ունեցվածքով գնաց, բայց այնտեղից դուրս եկավ ինքը եւ իր երկու աղջիկերքը։ Կինն էլ ճանապարհին մնաց։ Մեծ ունեցվածք ուներ։ Աբրահամն էլ նրան ազատողն էր, բարեխոսողն էր։ Հետաքրքիր է, որ չգիտես ինչի, մենք երբեմն ավակ եղբայրներին չենք վստահում, մերժում ենք նրանց խորհուրդը։ Սիրելի քույրեր, եղբայրներ, մարդը միշտ ավակ եղբոր կարիք։ Ախր Ղովտը, որ կար, Աբրահամի շնորհիվ կար։ Ես հիշում եմ, երբ որ Արցախում էի, մի օր այս տողերը կարդում էի եւ հասկացա, որ Ղովտի օրհնությունը Աբրահամի պատճառով է։ Ես վեր կացամ հենց այդ նույն պահին։ Կնոջս ասի, ես գնում եմ Հրազդան։ Ասեց, ինչ կա, ասի, գնում եմ Արտազախպորը հանդիպեմ, խոսելու բան կա, Արտազախպերը իմ հոգևոր հայրն է, իմ հովիվն է։ Եվ եկամ Արտազախպորը հանդիպեցիմ ու ասեցիմ, ես որտեղ էլ որ լինեմ, ինչքան էլ Տերը ինձ կբարձրացնի եւ ինչ շնորհք ինձ որ կտա, ես խնդրում եմ քո շնորհքը եւ քո օրհնությունը ինձանից չկտրես։ Որովհետեւ ինչ որ եմ, ես հասկանում եմ, որ Տիրոջմով եմ, բայց քանի որ դու ես իմ հովիվը, ես դա ընդունում եմ, ես կշարունակեմ Աստծո շնորհքի տակ մնալ։ Եվ այստեղ մի կարևոր բան եմ ուզում ասել։ Սա կուզես կընդունես, կուզես չես ընդունի, բայց կյանքի փորձը քեզ ցույց կտա, որ սա շատ կարևոր բան է։ Միշտ քո կյանքում ունեցի մեկին, ում աչքերի մեջ նայելով ամոթ կապրես։ Աստծուն չեմ ասում։ Աստված իր տեղում է եւ դա առաջինն է։ Բայց երկրի վրա մարդ ունեցիր, ում աչքերի մեջ եթե խնդիր կա, եթե դժվարություն կա, գնաս նրա մոտ ու կիսվես, ասես, ես գիտեմ, որ դու ինձ համար օրհնություն ես եղել։ Մեկին ունեցիր, որ քեզ կօգնի, որ քո նեղության կամ քո մեղքի մեջ քեզ օգտակար կլինի։ Դու կարող ես մտածես, ասես, ինձ մարդ պետք չի, ես Տիրոջն եմ, ես Տիրոջ առաջ եմ գալի, Տիրոջ հետ եմ խոսում։ Կգան ժամանակներ, որ այս խոսքերը կհիշես, որ կարևոր է, որ մեկին ունենաս քո կյանքում, որ նրա աչքերի մեջ նայելով ամոթ անես, որովհետև ինքը քեզ քո գծի մեջ կպահի։ Այդ միտքը, որ դու պիտի հանդիպես այդ մարդուն ու խոսես քո մեղքի, քո սխալի, քո տկարության համար, քեզ գծի մեջ կպահի։ Բայց եթե չունես, շատ վտանգավոր տեղում ես, շատ վտանգավոր։ Միայնակ գայլերը երկար չեն գնում։ Բայց նրանք, որ երկուսով են լինում կամ ավակ են ունենում, իրենց համար ավելի հեշտ է լինում։ Հաջորդ տեղը, որ կուզենամ հիշեցնել, դա Ծննդոց 25-րդ գլխում է գրված 32 խոսքում։
Հակոբի ու Եսավի պատմություն։ Հիշում եք, Եսավն ու Հակոբը ծնվեցին, Եսավը ավագ եղբայրն էր, Անդրանիկն էր, նա որսորդ էր, Հակոբն էլ իր մոր սիրելին էր։ Եվ եղավ, որ մի օր Եսավը որսի էր գնացել, ոչինչ չէր բռնել եւ շատ հոգնած էր, վերադարձավ ու տեսավ եղբայրը նստած կրակի կողը ապուր է եփում։ Եվ ինչ ասեց։ Ասեց ինձ տուր այդ ապուրից ուտեմ, ասեց քո անդրանիկությունը ինձ վաճառիր, ես կտամ։ Հələ Եսավի պատասխանը լսեք։ 25-րդ գլխի 32 խոսքն ասում է. ու Եսավը ասեց. ահա մեռնելու մոտ եմ եւ անդրանիկությունը ինձ ինչ օգուտ կտա։ Եվ Հակոբը ասեց. այսօր ինձ երթում արա, եւ նա երթում արեց ու իր անդրանիկության իրավունքը ծախեց Հակոբին։ Հետաքրքիր է, որ մենք միշտ մտածում ենք, որ մենք պիտի ավելի մեծ լինենք, անդրանիկը լինենք, առաջնեկը լինենք։ Արի տես, որ Եսավը փորձեց իր անդրանիկությունը ծախել մեկ աման ապուրով։ Անդրանիկությունը մեծ արժեք է։ Այլ հարց է, մենք դա գնահատում ենք, թե չենք գնահատում։ Եվ այստեղ ուզում եմ ասել, դու այն անդրանիկն ես քո տան մեջ, որ սկզբից դու ես Տիրոջը ճանաչել։ Քո աշխատանքի վայրում, եթե մենակ դու ես Տիրոջը ճանաչում, դու այդ անդրանիկն ես։ Քո ընկերական շրջապատում, եթե մենակ դու ես Տիրոջը ճանաչում, դու այդ անդրանիկն ես։ Եվ մյուսները քեզ են նայում։ Կարծում եք մենք Եսավից լավն ենք, մենք չենք վաճառում մեր անդրանիկությունը։ Ուզում եմ հարց տամ, ինքներս մեզ մտածենք։ Եթե մենք մեր անդրանիկությունը չենք վաճառում, բա մեր աշխատանքի վայրում ինչի մեկին չենք խոսում։ Մեր տան անդամներին ինչի չենք խոսում, ինչի չենք աղոթում, որ նրանք Տիրոջը դառնան։ Ինչի մեր ընկերական շրջապատում չգիտեն, որ մենք հավատքի մարդիկ ենք ու մենք գնում ենք Աստծո տուն։ Դու այն անդրանիկն ես, որ Աստված քեզ սկզբից կանչեց։ Եթե դու դա չես անում քո աշխատանքի վայրում, քո տանը, քո ընկերական շրջապատում, մի օր հայտնաբերելու ես, որ անդրանիկությունդ այլևս քոնը չէ։ Հələ պատկերացրա, որ մի աշխատանքի տեղ աշխատում ես ու դու միակն ես հավատացյալ եւ մյուսները հավատքի մեջ չեն։ Երկար տարիներ այդտեղ աշխատում ես ու մեկ էլ հանկարծ մի քանի տարի հետո իմանում ես, որ մեկն էլ է հավատացյալ, մոտենում ես, ասում ես դու հավատքի մարդ ես, ասում են չի դու էլ ես հավատացյալ, ասում այո, շուտվանից այո, բա ինձ ինչի չէիր ասում, ես նոր եմ սկսել գնալ, բա քեզ ով է ասել, իմ ընկերս, քո անդրանիկությունը այլևս քոնը չէ։ Դու այդտեղ անդրանիկ էիր, որ կարող էիր Աստծո խոսքը հասցնել նրան։ Բայց շարեցիր։ Եսավից ինչով ենք լավը։ Եսավին քննադատելը հեշտ է, բայց մի պահ, որ մենք մեզ դնում ենք Եսավի տեղը, հասկանում ենք, որ անելիք։ Անդրանիկությունը, սիրելի եղբայրներ, քույրեր, սա մեծ արժեք է։ Մենք իրավունք չունենք սա արժե զրկել մեր կյանքից։ Իրավունք չունենք սա ընդհանուր պատկերի մեջ իմիջիալոց նայել, իրավունք չունենք։ Սա մեզ տրված է Աստծուց։ Եվ այն ինչ որ Աստծուց տրված է, մենք իրավունք չունենք մի կողմ նետել ու որոշել, մենք կարող ենք հավատքի մեջ մնալ, թե հավատքի մեջ չմնալ։ Անդրանիկությունը շատ կարևոր բան է։ Ամեն մեկին տրված չէ։ Ամեն մեկին տրված չէ։ Երբ որ տարիներ առաջ ես Հրազդանից գնացի Արցախ, ավետարանի գործն էի գործում, ինձ ասում են Լաչինի Կարեն, որովհետև հավատքի մասին առաջինը ես խոսեցի այդտեղ։ Ինձ ասում են, դե մի եղբայր ունենք, ասում են մեկը պատմությունը քո մասին գրելու է, որ Լաչինի Կարենը դու ես ու մնացիր պատմության մեջ, ասեցի չէ։ Ես այլ ընտրանք եմ եղել։
Որովհետև երբ որ ես գնացի այնտեղ էլի հավատացյալներ կային։ Ինձանից առաջ այնտեղ եղողներ են եղել, բայց նրանք չեն արել։ Նրանցն էր անդրանիկությունը, իմը չէր։ Բայց քանի որ ես արեցի, անդրանիկությունը ինձ տրվեց։ Եվ այստեղ ուզում եմ ասեմ, այլընտրանք եմ, պարծենալու ոչինչ չունեմ, որովհետև ինձանից առաջ այնտեղ կային մարդիկ։ Լավ կլինի, որ դու քո անդրանիկությունը պահես։ Մի արժե զրկիր այն, ինչ որ ամենակարող Աստված դրել է քո մեջ, որովհետև մենք մի օր նրա առջև կանգնելու ենք եւ պատասխան տանք նրան, այն, ինչ որ Աստված դրել է մեր մեջ։ Իրավունք չունենք։ Մենք պիտի հասկանանք, որ Աստծո ներկայությունը մեզ համար շատ թանկ է։ Մենք պիտի հասկանանք, որ ավագ եղբայրները մեզ համար շատ թանկ են։ Մենք պիտի մեր գիտակցման մեջ ունենանք, որ մենք անդրանիկ ենք եւ անդրանիկությունը ծախելու իրավունք չունենք։ 4-րդ Թագավորաց 5-րդ գլխում Աստծո մարգարեներից մեկի ծառայի մասին է գրված, Գեհեզիի մասին է գրված։ Եղիսեի ծառան էր Գեհեզին, եւ Ասորի Նեեմանը, որ բորոտությամբ զարկված էր, եկել էր Եղիսեի մոտ բժշկվելու։ Եվ շատ նվերներ էր բերել։ Ես սա ժամանակի առումով տեղը չեմ կարդում, բայց դա 4-րդ Թագավորաց 5-րդ գլխի 21-րդ խոսքից է գրված, 21-22 խոսքերը, եւ շատ նվերներ էր բերել մարգարեին եւ ասում էր աղոթի, որ ես բժշկվեմ։ Եվ մարգարեն նրան ասեց քո նվերները քեզ մնա, գնա Հորդանանը 7 անգամ ընկղմվի, հելի եւ քո բորոտությունը կանցնի։ Եվ այդպես արեց։ Հետաքրքիր է, որ նրա ծառա Գեհեզին լսել էր այս զրույցը։ Գնաց Նեեմանի հետևից եւ ասեց ինձ տուր այդ նվերներից։ Ես սրա վրա շատ եմ մտածել։ Գեհեզին ինչ որ բանի կարիք ուներ, ոչ, որովհետև այդ ժամանակվա մարգարեներին Իսրայելի ժողովուրդը շատ լավ էր նայում։ Նրանք ոչ մի բանի կարիք չունեին եւ նրա ծառաներն էլ ապահովված էին։ Բա ի՞նչն էր նրան ստիպում։ Ավելին ունենալը։ Սիրելի եղբայրներ, քույրեր, Աստված դեմ է, որ մենք լավ ապրենք, ոչ։ Աստված ուզում է, որ մենք լավ տան մեջ ապրենք, այո։ Աստված ուզում է, որ մենք շատ փող աշխատենք, չկասկածես, այո։ Որ մենք լավ հագնվենք, այո։ Բայց ոչ իրեն արհամարելու գնով։ Երբեք։ Գեհեզին ուզեց ավելին ունենալ, Աստծո ծառայի խոսքը անարգելով, մի կողմ դնելով։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասում է օրվա հացը ունենալով եւ հագուստը ունենալով գոհացեք Տիրոջից։ Եթե օրվա հացը ունենալով եւ հագուստը ունենալով գոհանալ կարելի է, իսկ եթե ավելին ունենք, ինչի չգոհանալ դրանով եւ փորձել ավելին ունենալ։ Մենք ուզում ենք ավելին ունենալ, փառք Աստծո, լավ է սա, բայց երբեք Աստծո տուն այցելելու հաշվին դա չանես։ Երբեք Աստծուն հանդիպելու ժամանակի հաշվին դա չանես։ Օրվա մեջ քանի ժամ ես աղոթում։ Ներողություն, ժամը ոնց որ շատ ասեցի։ Քանի րոպե ենք աղոթում։ Ինչքան ենք Սուրբ Գիրք կարդում։ Ինչքան։ Ախր զբաղված ենք, աշխատանքի ենք, հիշեք։ Սա միշտ հիշեք։ Աշխատանք տվողնել է Տերը։ Օրհնողնել է Տերը։ Մեր ձեռքի մեջ ուժ դնողնել է Տերը։ Մեզ խելք ու միտք տվողնել է Տերը։ Եվ ինչ եղավ Գեհեզին։
Երբ որ վերադարձավ, Տիրոջ հոգին մարգարեին ասել էր, որ նա ավելին է վերցրել, քան իրեն հասնում էր։ Ասորի Նեեմայի հորոտությունը Գեհեզիին անցավ։ Աստված չի հանդուրժելու։ Ես օրհնված եմ, ես աշխատում եմ, ինչքան կարողանում եմ աղոթում եմ, ինչքան կարողանում եմ Սուրբ Գիրք եմ կարդում եւ շատ լավ էլ օրհնված եմ։ Օրհնված կարող ենք ասել այն ժամանակ, երբ որ մենք հասնենք տեղ։ Վերջը լավ լինի։ Վերջը լավ լինի։ Լավ սկսում ենք, հետո չգիտես ինչի, կեսից ոնց որ տկարանում ենք։ Մեր արժե համակարգը փոխվում։ Երբ որ մի երկիր գնում ես, սկսում ես այնտեղ շատ ապաշխարել, աղոթել, որ Աստված քեզ գործ տա օրհնի, բան, եւ երբ որ գործ է տալիս, հասկանում ես, որ էլ այդքան չես կարողանում գնալ Աստծո տուն։ Էլ այդքան ժամանակ չես կարողանում տրամադրել Տիրոջը։ Ես հիշում եմ, երբ որ Արցախից վերադարձել էինք, այդ դժվար ժամանակներն էր ինձ եղբայրներից մեկը զանգեց ու կանչեց, ասեց Կարեն ախպեր, ուզում ենք որ գաս Ռուսաստան, այստեղ մի քաղաք կա, Մոսկվայից շատ հեռու չի, այդտեղ ծառայես, եկեղեցի կա, տունը կվարձենք, քեզ ամեն բանով կապահովենք, որպեսզի դու կարողանաս ծառայես։ Հələ պատկերացրեք, տուն ու տեղս կորցրած։ Եկել եմ Հրազդան, անորոշություն։ Չգիտեմ հետո ինչ կլինի։ Ոչինչ չունենք։ Մեր տարիների արած դրածը մնաց այնտեղ։ Աշխատանք չունենք։ Դժվար է թե դժվար չէ։ Դժվար է։ Հիմի լտես ինչ դուռ է բացվել։ Վեր ես կենում գնում ես քեզ տուն են տալիս, ծառայություն են տալի, որ սա կյանքիդ նպատակն է։ Մեքենան, նորմալ կապրեսել ինչ է։ Ես մի բան գիտեի իմ ծառայության տարիների փորձից։ Շատ չեն։ Ես 32 տարի է որ ապաշխարել եմ, 25 տարի է Արցախում եմ ծառայել որպես միսիոներություն։ Բայց իմ փորձը ցույց էր տվել, որ եթե Աստված ինձ օրհնի, որտեղ էլ լինի ինքն է օրհնող։ Եվ ես նրան ասացի, ես այդպես չեմ, ես չեմ կարա վեր կենամ գնամ, եթե ինձ Աստված չի ասել, որովհետև ես նեղությունների մեջ մի բան եմ հասկացել։ Եթե ինձ Աստված ասում է վեր կաց գնա այսինչ տեղը եւ ավետարանը քարոզի, ես գիտեմ, որ այնտեղ նեղություններ ու դժվարություններ ունենալու եմ, բայց եթե ինքն է ասել, այդ նեղությունների, դժվարությունների տերը ու լուծողը ինքն է, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Բայց եթե ես վեր կենամ գնամ, ես գիտեմ, որ այդ նույն դժվարություններն ու խնդիրները ունենալու եմ, բայց այս դեպքում լուծողը ես պիտի լինեմ։ Իսկ ես վախ ունեմ Աստծուց։ Ես ուզում եմ, որ իմ բոլոր հարցերը լուծողը նա լինի։ Այնպես որ այդպես չի, որ եթե լավ հնարավորություններ կան, ուրեմն Աստծո օրհնությունն է։ Եթե իմ Աստծո հարաբերություններից կտրող բան կա, դա Աստծուց չէ։ Եթե իմ քրիստոնեական արժեքները քանդվում են, ուրեմն դա Աստծուց չէ։ Եթե իմ քրիստոնեական արժե համակարգը իջնում է, ուրեմն դա Աստծուց չէ։ Աստված մեզ չի տա մի բան, որ կորցնի մեզ մեր աղոթքը, մեր խոսքի կարդալը, մեր ծառայություններին գնալը, սա Աստծուց չէ։ Դու կարող ես մտածես, ասես Կարեն եղբայր շատ կտրուկ ես ասում, շատ միանշանակ ես ասում։ Ոչինչ, ժամանակը կգա եւ ամեն բան կհասկանանք, բայց լավ է որ մի քիչ ավելի շուտ հասկանանք։ Ոչինչ մի արա Աստծո հաշվին, որովհետև մենք պատասխան պիտի տանք Տիրոջը։ Սավուղ թագավորը, որ Իսրայելի առաջի թագավորն էր, դա առաջի թագավորած գրքում էր գրված ամաչկոտ Սավուղը։ Հիշում եք Սավուղին, երբ որ պիտի բերեին թագավոր օծեին,
ման եկան Սավուղին չգտան, ասեցին ուրա, գնացին գտան կարասիների հետևը թաքնված, ամաչում էր գար ժողովրդի առաջ։ Ամաչկոտ Սավուղ։ Այսքան ակնածանք ուներ։ Տիրոջ ծառայի, տիրոջ ժողովրդի նկատմամբ այսքան ակնածանք ուներ։ Եվ հանկարծ հետո այդ ամաչկոտ Սավուղը չգիտես ինչի վերածվեց մի վայրենի թագավորի։ Գիտեք ինչի, որտեղ արժեքները փոխվեցին նրա։ Թագավոր լինելը նրա համար շատ ծանր բեռ էր։ Նա չկարողացավ դա տաներ, նա չկարողացավ դա պահեր։ Գիտեք հետաքրքիրը որն է, որ մենք երբեմն լինում ենք մեր ընթացքի մեջ, մեր կյանքի մեջ ապրելու եւ մեկ էլ հանկարծ տեսնում ենք, որ մենք շատ լավ վիճակում ենք, այնպիսի վիճակում, որ մենք կարծես թե թագավոր լինենք։ Զգուշանալ է պետք։ Որովհետև այդ արժեքները մեզ համար շատ կարևոր են։ Աստծո ժողովրդի նկատմամբ ակնածանք ունենալը շատ արժեքավոր է։ Չարժեր զրկես դա։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Աստված Սավուղին ասեց վեր կաց գնա եւ ամաղեկ ամբողջությամբ կոտորի։ Ես զարմացել էի Աստծո այդ հայտարարության վրա, որ ասում էր ծառերն էլ կկտրես։ Մեր մանուկ բոլորին կկոտորես։ Ու ես տենց մի օր մտածում էի, ասում էի, ինչի համար Աստված այս ամեն ինչ անում, սրտումս մի ձայն, որպեսզի հասկանաս ինչ է ինձ համար նշանակում անիծված լինել։ Ամաղեկը անիծված ժողովուրդ էր։ Եվ ասում էր այն ինչ որ վերաբերվում է ամաղեկին, ինձ համար ամբողջությամբ ծառերն էլ անիծված են։ Ես չեմ ուզում ոչինչ տեսնել այդտեղ։ Ոչինչ։ Հələ պատկերացրեք, եթե ծառերը անիծված են, եւ ասում էր երեխաներն էլ թող մահանան, ու պատկերացրեք, որ մեր հարգարժան Սավուղը ոչխարներ ա գցել դեմը բերում է։ Ինչն էր քո արժեքը։ Աստծո խոսքը, թե քո ժողովրդին հաճեցնելը։ Եվ հետաքրքիր է, որ Սամվել մարգարեն, երբ որ եկավ Սավուղին հարցրեց, ասեց, ինչի համար այս ամեն ինչը արեցիր։ Ասեց, ժողովուրդը պահանջեց, ես էլ արեցի։ Այստեղ ես Սավուղին հարց կտայի, ասեի, բա որ Աստված քեզ ասեց, սա ոչ մի արժեք չուներ։ Աստծո դրած սկզբունքն է, որ ամեն տերունական օր կամ ամեն կիրակի դու իմ տան մեջ լինես։ Սա Աստծո ասածն է։ Բայց ինչ որ մեկը քեզ օգնել է, որ այդ օրը դու չգաս եկեղեցի։ Ինչ որ մեկը քեզ օգնել է, որ այսօր դու Աստծո ասածը չանես, այլ քո ընկերոջ, բարեկամի, ընտանիքի անդամին հաճեցնես։ Եվ վերջում, երբ որ Սամուել մարգարեն նրան հարցրեց, ասեց, արածդ ինչ էր։ Նա ասեց, քո Աստծուն խնդրի, ինձ սա շատ է զարմացրել։ Այլևս նրա Աստվածը չէր։ Կարծում եք, որ դա մենակ Սավուղին կարա պատահի։ Շատ ենք տեսել։ Սիրելի եղբայրներ, քույրեր, սիրելի եկեղեցի, շատ ենք տեսել, որ այնպես մի օրհնյալ ձևով են սկսել, բայց երբ որ նրանց արժեքները քանդվել է, մի օր նրանք մեզ հետ խոսում էին քո Աստվածը։ Տեսել ենք։ Վերանայիր քո արժե համակարգը։ Վերանայիր ինչ արժեքներ ունես դու աստվածպաշտության նկատմամբ։ Վերանայիր ինչ արժեքներ ունես Աստծո խոսքը կարդալու նկատմամբ։ Վերանայիր ինչ արժեքներ ունես աղոթքի կյանքի նկատմամբ։ Վերանայիր։ Մենք մեր վաղվա օրը չգիտենք։ Հետաքրքիր մի օր աղբերներով մեքենայով ճանապարհ էին գնում, խոսում էինք այդպես մեքենայի մեջ, որ մենք մեր վաղվա օրը չգիտենք, աղբերներից մեկն ասեց, իբրև թե մեր մի ժամը գիտենք, մենք մեր մեկ ժամն էլ չգիտենք։ Չգիտենք։ Հələ պատկերացրա,
Հիմա ուզում եմ, որ մտքով մի հատ մտածես։ Այս արժե համակարգով, այս արժեքներով, որ կանգնես ամենակարող Աստծո առաջ, ինչ կարաս նրան ասես։ Ինչ կարաս ասես։ Չենք կարա ոչինչ ասենք։ Մեր ավագ հովիվ եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանը մի օր իր պատգամներից մեկում մի բան ասեց, որ իմ համար հարմար խոսք էր։ Ես սիրում եմ այդպիսի բաներ, ինքը տարիքով է ու մի օր ասեց. մի օր երկնքի մասին էի մտածում ու պատկերացրի, որ ես հայտնվել եմ երկնքում։ Գնացել եմ արդեն այս աշխարհից, վեր եմ առնվել երկնքում եմ։ Ու մեկ եկավ մտավ իմ թևս ու ասեց. ես առաջի դարի քրիստոնյաներից եմ, որ առյուծների բերանն եմ ընկել կամ օրինակ կրակով այրել են ինձ եւ ես հայտնվել եմ երկնքում։ Քո մասին ինչ կպատմես։ Էսի ինձ նենց բռնեց։ Ուզում եմ, որ դու սրա վրա մտածես, որ մեկը քեզ մոտենա ու հավատքի մարդ լինի ու ասի ես այս մարդն եմ, այս նեղություններով, այս տառապանքով անցել եմ։ Քո մասին ինչ կպատմես։ Ինչ հետք ես թողել հավատքի կյանքի մեջ, ինչ հետք։ Տեսնում եք ինչքան մարդու կարդացի, որ նրանք բացասական հետքեր են թողել։ Մենք ինչ հետք ենք թողում մեզանից հետո։ Որ մեկը հարցնի քո մասին ասի, ով ես դու։ Լավ կլինի, որ սրա մասին մտածենք։ Մեծ հաշվով Աստվածպաշտությունը Աստծուն խորապես ճանաչելն է։ Մենք պիտի մեր ամբողջ արժե համակարգով նրան ճանաչենք։ Իրավունք չունենք։ Հուդան հայտնի առաքյալը հիշում եք։ Հիսուսի հետ շրջում էր։ 3 տարի 6 ամիս Հիսուսի հետ էր Հուդան։ Հիսուսի ներկայության մեջ էր։ Հիմա մենք կմտածենք, ասենք, ես որ Հիսուսի ներկայության մեջ լինեմ, ոչինչ չեմ անելու։ Մեղք չեմ գործելու, սխալ բաներ չեմ կարա մտածեմ։ Հուդան այդպես էր։ Հետաքրքիր է, որ բոլորը գիտեն, որ Հուդան գող է։ Եվ ոչ մեկ ոչինչ չէր ասում, Տերը ոչինչ չասեց նրան։ Բայց սկզբից ինքը այդպես էր, իհարկե ոչ։ Նրա արժեքները ճանապարհի կեսից փոխվեցին։ Ինչպես զանից որոշ մարդկանց։ Լավ սկսեցիք, լավ ենք սկսել։ Ճանապարհի կեսից մեր արժեքները փոխվեցին։ Տերը պահի մեզ, որ մեր արժեքները չփոխվեն, այլ ժամանակի հետ ավելի արժեքավոր ենք Աստծո ներկայությունն ու աստվածապաշտությունը։ Տերը պահի մեզ, Տերը օրհնի մեզ, որ մենք կարողանանք։ Եթե մենք կարող ենք Հուդային այդքան քննադատել, ես կասեմ, որ չէ, մի շտապի Հուդային քննադատել։ Մտածելու բան է տալիս Հուդայի կյանքը մեզ։ Չգիտենք մենք, որ այստեղից գնանք, մեզ ինչքան մարդիկ կհայտնվեն, որ մեզ կարող են քննադատել։ Պողոսի աշակերտ Դեմասը, երբ որ Պողոսը Դեմասի մասին խոսում էր, բավականին լավ դրվագներ է պատմում Դեմասից։ Հետո ավելի ուշ տեսնում ենք, որ Պողոս առաքյալը Տիմոթեոսին Դեմասի մասին ասում է. աշխարհը սիրեց, ինձ թողեց։ Ինչի Դեմասը թողեց Պողոսին։ Պողոսը ասում է, որովհետև աշխարհը սիրեց։ Երբ որ մեր մեջ սկսում է աշխարհի նկատմամբ սեր բարձրանալ, հիշեք, մի օր թողելու եք եկեղեցին։ Աստծո ժողովրդին թողելու ես, Աստծո մարդկանց թողելու ենք։ Այնպես չի, որ ամուր կբռնենք, չէ, ում հետ ուզում է պատահել, ինձ հետ չի կարող պատահել։ Աստծո խոսքը դրա համար հայտնի պատասխան ունի։ Նա ով մտածում է, որ հաստատ կանգնած է, թող զգույշ մնա։ Զգույշ եղի։ Եթե մեր արժեքները փոխվում են, մենք մի օր կթողենք Աստծո տունը։
Մենք մի օր կթողենք ամենակարող Աստծուն։ Մեզ համար այլևս Աստծո խոսքը արժեք չի ունենա։ Մեզ համար այլևս Աստծո երկյուղ հասկացողություն չի լինելու։ Տերը պահի մեզ, որ մեր արժեքները միշտ հաստատուն մնան։ Մենք իրավունք չունենք։ Անկեղծ մենք իրավունք չունենք մեր արժեքները փոխելու աշխարհի հետ։ Աշխարհը մեզ շատ սխալ բաներ կառաջարկեն, շատ։ Երբ որ այս վերջերում եղբայրներից մեկը գնացել էր Ամերիկա, երբ որ վերադարձավ, հանդիպել էինք, խոսում էինք, ասենք ինչ ձևի երկիր է Ամերիկան, հետաքրքիր մեկնություն տվեց, որովհետև էլի ովքեր որ գալիս էին հարցնում էինք, էլի։ Ասեց Ամերիկան այսպիսի երկիր է, լավ երկիր է։ Ինքը քեզ շատ փող է տալիս, քո երեխաներին վերցնում է։ Եվ վերջ։ Ուրիշ ոչ մի բան։ Ինքը քեզ շատ փող կտա, բայց մեկը քո երեխեքին վերցնելու է։ Հետո ես մտածեցի ու տեսա, որ շատերը ովքեր որ կան, որ շատ լավ աղբերներ, ընկերներ ունենք, այնտեղ հովիվներ ունենք, որ նրանք էլ այդ նույն բանին բախվել են։ Այստեղ լավ ընտանիք ունեին, հոգևոր էին, ամեն բան լավ էր, բայց արի ու տես, որ այնտեղ երեխաներից ոմանք չդիմացան քաղաքացիությանը։ Սա Ամերիկայի մասին չեմ ասում, որ մենք մեկը Ամերիկայում չենք, այստեղ էլ իրենն ունի, Հայաստանում էլ իրենը ունի, որտեղ ուզում ես եղիր, միևնույնն է, սա կա։ Զգուշ լինել է պետք, երբ որ մեր արժեքները փոխվում են, մեր մտածելակերպը, երբ որ հավատքի նկատմամբ փոխվում է, մենք հայտնվելու ենք մի օր այդտեղ։ Ուզում եմ Հիսուսի արժեքներից մեկը ցույց տալ մեզ, ու մեզ կարծում եմ մտածելու տեղ կտա։ Հովանու ավետարան 10-րդ գլխի 18 խոսքում ասում է, Հիսուսը խոսում է իր մասին, ասում է, մեկը չի վերցնում ինձանից, ապա ես դնում եմ իմ կյանքը իմ կամքով։ Իշխանություն ունեմ նրան դնելու եւ իշխանություն ունեմ նրան վերցնելու։ Եվ այս պատվերը իմ հորից առնում։ Հələ մի պահ պատկերացրեք, բոլոր իրավունքները տրված էր նրան, որ ինքը կամ կարող էր բարձրանալ Գողգոթան եւ կարող էր չբարձրանալ Գողգոթ։ Հորից պատվեր ուներ։ Եվ ինչ ասում, ասում է, քանի որ ես ձեզ սիրում եմ, ես նախընտրում եմ դնել իմ կյանքը։ Հիսուսի արժեքները մեր նկատմամբ մաքսիմալ են։ Եվ ինքը եթե այս արժեքները ունեցել է մեր նկատմամբ, որ մեզ արարողն է, որ մեզ ստեղծողն է, ինքը մեզ համար այս արժեքները ուներ։ Լավ, բա մենք որպես ստեղծված ինչ ենք անում Աստծո համար։ Կդնենք մեր կյանքը նրա համար։ Կդնենք։ Ես սա այս վերջերս հաճախ եմ ասում, շատերն են ուզում, գալիս են ասում են հովիվ ջան Տերը ինձ տեսիլք է տվել։ Ուզում եմ որ օրհնես, որ գնամ։ Որտեղ ես ուզում գնաս։ Ասում է Եվրոպա, Ամերիկա։ Այո, լավ տեղեր է, էլի։ Միսիոներ է ուզում մարդը գնա։ Եվրոպայում միսիոներները ժողովրդից շատ են արդեն։ Մեկը չկասի, Տերը ինձ ասել է գնամ Պարսկաստան, Աղվանստան, Պակիստան, Հյուսիսային Կորեա, Ախրքալակ։ Իդեպ առիթ եմ ունեցել այնտեղ գյուղերից մեկում լինել ծառայել։ Հիսուս ասում է իմ ձեռքն է։ Ես կարող եմ դնել իմ կյանքը, կարող եմ չդնել։ Եվ այստեղ ուզում եմ ասեմ, փախնելու տեղ չունենք։ Մեզ էլ է նույն հրահանգը տրված։ Մենք կարող ենք մեր կյանքը դնել, կարող ենք չդնել։ Իմի եթե մեր արժեքները բարձր են, մենք մեր կյանքը կդնենք Քրիստոսի համար։ Բայց եթե մեր արժեքները չկան, մենք մտածում ենք մեր մասին, ոչ թե Քրիստոսի մասին։ Եվ այստեղ ուզում եմ ասեմ, երբ որ դու մտածում ես Քրիստոսի մասին, Քրիստոսն էլ մտածում է քո մասին։ Մենք չենք կարող ավելի շատ մտածենք Քրիստոսի մասին, քան Քրիստոս մտածում է մեր մասին, որովհետև նա ապացուցել է իր սերը մեր նկատմամբ։
Եվ մենք ինչքան էլ տանք նրան, միևնույնն է, նա ավելին է միշտ տալի մեզ, քան մենք կարող ենք նրան տալ։ Ամեն։ Ես մոտենում եմ ավարտին եւ ուզում եմ այստեղ հիշեցնել Դանիելի աղոթքը։ Հիշում եք, հրաման եկավ թագավորից, որ 3 օր ոչ մեկ չաղոթի։ 3 օր։ Ես սա ամեն անգամ որ ասում եմ, իմ ծիծաղս գալիս է, որովհետև ինչ 3 օր, մենք կարող 10 օր ածկի չենք էլ աղոթել։ 3 օր Դանիելը չպիտի աղոթեր։ Թագավորից հրաման էր։ Ասեց, հնարավոր չի։ Ասեցին Դանել, եթե աղոթես, առյուծների գուբն ես գնալու։ Հələ տասեք Դանիելի արժեքը։ Թեև մեռնեմ, բայց չեմ կարող չաղոթել։ Քանի 3 օր չենք աղոթում։ Ամեն օր 3 անգամ հայացքը դեպի Երուսաղեմ աղոթում էր նա։ Ես չեմ կարող առանց աղոթքի։ Դա իմ օդն է։ Դա իմ ջուրն է։ Ես պիտի աղոթեմ, քեզ առյուծների գուբն են գցելու, դու չես պատկերացնում, Դանիել, ինչ է նշանակում թագավորի հրամանին դեմ կանգնել։ Ես գիտեմ։ Ավելի լավ է ես հիմա թագավորի հրամանին դեմ կանգնեմ, քան թագավորի հետ չզրուցեմ։ Եվ նրան առյուծի գուբը գցեցին, եւ ինքը այնտեղից դուրս եկավ, որովհետեւ Տերը պահում է, ինչի համար, որովհետեւ նա երբ որ պահում է Աստծո խոսքը, Աստված էլ պահում է նրան իր բոլոր նեղությունների մեջ։ Ժողովուրդ գիրքն ասում է, ինչ պատահում է մեկին, պատահում է մյուսին էլ։ Այն նեղությունները, որ աշխարհի ժողովուրդն ասում են, հավատացյալներն են ասում։ Չհավատաս, որ նրանք անցնելու են, մենք չէ, անցնելու ենք, բայց մեր ու նրանց տարբերությունը նա է, որ մենք այդ նեղությունով անցնելու ենք Տիրոջ հետ ու փառքով, բայց նրանք ճանապարհին քանդվելու են։ Սա է մեր առավելությունը։ Դանիելը առյուծների գուբից դուրս եկավ ողջ առողջ, բայց նույն մարդը, Աստծո ստեղծված, որ Աստծո հետ ոչ մի կապ չուներ, հայտնվեց նույն գուբում եւ այլևս չվերադարձավ։ Վերջի անգամ երբ ես քո աղոթքի մեջ Տիրոջը հանդիպել։ Մտածելու բան է սա։ Վերջի անգամ երբ է Տերը քո աղոթքի մեջ քեզ բան ասել։ Սա մտածելու բան է։ Սա արժեք է, թանկ արժեք։ Սա կյանքի գին է արժեցել Հիսուսի համար։ Նկատում եք, որ ինչքան արժեքներ կար, որ մի ժամանակ մեզ համար արժեքավոր էր, հիմա արժե զրկվել է։ Տերը թող վերադարձնի մեր արժեքները։ Հիշում եք Հովանու ավետարան 13-րդ գլխում Ոտնլվայի պատմությունն է։ Եվ այնտեղ Հիսուսը, որ ուզում է ոտքերը լվալ, Պետրոսը ինչպես միշտ առաջ են գնում, ասում է, չէ, իմ ոտքերը դու չես կարա լվաս։ Եվ Հիսուսը լվանում է։ Եվ ինչ է ասում է, որովհետև ձեզ օրինակ տվեցի, որպեսզի ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույնը անեք։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, ծառան իր տիրոջից մեծ չէ, ոչ էլ ղրկվածը իր ղրկողից է մեծ։ Եթե դուք այս բաները գիտեք, երանելի եք, որ կատարեք։ Հիսուսը ցույց տվեց հավատացյալի արժեքները ինչպես պետք է լինեն։ Եվ սա թողեց մեզ։ Եվ ասեց, այն ինչ որ ես արեցի, դուք էլ նույնը արեք։ Երանելի եք, եթե անեք։ Ավետարանի գործը գործեք, մարդկանց փրկության առաջնորդեք, եւ սա կարևոր բան է, թե ինձ համար,
թե քեզ համար։ Պողոսի արժեքը ինչ էր երկրի վրա, ասում էր, եթե ես մնամ ձեզ օգուտ, ինչ չի օգուտ, եթե գնամ ինձ է օգուտ։ Սա Պողոսի արժեքն էր։ Մենք ինչպես ենք մտածում։ Եվ այստեղ թույլ տվեք ասեմ ու մոտենամ ավարտին։ Սիրելի եղբայրներ, քույրեր, Աստծո տուն գալը քո առաջնային արժեքը պիտի լինի։ Նրա խոսքը ոչ թե ինչպես դու կուզես հասկանաս, այլ ուղիղ իմաստով մեր կյանքը ապրեցնողն է։ Աղոթքի կյանքը մեր օդն ու ջուրն է, նրան հանդիպելն է, նրա հետ խոսելն է։ Եվ ավակ եղբայրները այն արժե համակարգն են։ Սուրբ գրքում է այդպես գրված, որ մեզ հասցնեն կատարելության։ Դուք ասես կարող ես մտածել, ասել Քրիստոսն է ինձ կատարելության հասցնողը, չէ, ասում է Աստված եկեղեցուն պաշտոններ տվեց, առաքյալներ, մարգարեներ, հովիվներ, ավետարանիչներ, ուսուցիչներ, ինչի համար սուրբերի կատարելության համար։ Սուրբերի կատարելության, որ մեզ հասցնի այն կատարելության, որ ամենակարող Աստված մեզ կանչում է։ Եկեք մտածենք մեր արժեքների մասին։ Եկեք հասնենք այնտեղ, որ մենք տեսնենք, որ մեր արժեքները բարձրացել են Քրիստոսի արժեքներին հավասար։ Ամեն։ Եկեք կանգնենք Տիրոջ առաջ։ Մի կարճ պատմություն ու վերջացնենք։ Վիգլսվորթ անունով Աստծո մեծ ծառան, որ իր ծառայության մասին վկայում են, որ 14 մեռել է, հարություն առել, հերթական մի դեպքն է տեղի ունենում, մի կին բազմազավակ կին մահացած է լինում եւ գալիս են ասում են, որ հովիվ ջան, աղքատ ապրող մարդիկ են, մաման մահացել է, բազմազավակ են, խնդրում ենք, որ գաս աղոթես։ Գալիս է, բոլորին դուրս է հանում եւ այդ կնոջը հանում է դագաղից, կանգնացնում պատի մոտ եւ նրան ու գոռում է, որ վերադարձիր, բարձր ձայնով։ Ու 3 անգամից հետո այդ կինը հարություն է առնում եւ ինչ է պատմում։ Ասում է, ես երկնքում Հիսուսի հետ շրջում էի եւ Հիսուսը ինձ երկինքն էր ցույց տալի։ Ասում է, եւ մեկ էլ մի պահ Հիսուսը կանգ առավ ու երկնքում, ամբողջ երկնքում մի ձայն լսվեց։ Վերադարձիր։ Եվ ասում է Հիսուսը, ամեն անգամ այս պատմությունը, որ պատմում եմ, ուզվում եմ։ Եվ ասում է Հիսուսն ասեց, սա իմ ծառա Վիգլսվորթի ձայնն է։ Ես նրան մերժել չեմ կարող, քեզ է կանչում։ Դու պիտի հետ գնաս։ Մտածելու բան կա, երբ որ մենք կանգնում ենք Տիրոջ առաջ աղաղակելու։ Մեր ձայնը միջև ուր ենք մենք հասել, որն է մեր արժեքները։ Արդյոք, երբ որ ես նրան կանչում եմ, ասում է, սա իմ ծառա Կարենի ձայն, ես նրան մերժել չեմ կարող, պիտի պատասխանեմ։ Արժեքներ, որ եղել են մեր կյանքում, այնպես չի, որ չեն եղել։ Եթե հիշես, եղել է։ Հիմա ուր են արժեքները։ Մեր ողորմած Աստված, մենք խոնարհվում ենք քո ներկայության առաջ։ Մենք գալիս ենք քո մեծության առաջ եւ քեզ տալիս ամբողջ փառքը եւ ասում Տեր, եկել ենք խոստովանելու եւ ասելու, որ մենք արժեքների պակաս ունենք։ Մեր արժեքները պակասել են։ Քո Սուրբ Հոգու միջոցով վերականգնիր մեր արժեքները։ Ես ուզում եմ, որ քեզ հետ հանդիպեմ, ուզում եմ, որ քո խոսքը ինձ համար հեղինակություն լինի։ Ուզում եմ, երբ որ ես կանգնեմ քո առաջ աղոթելու, դու իմ ձայնը լսես։ Ուզում եմ, որ ինձ համար իմ անդրանիկությունը բարձր արժեք լինի, որովհետև քեզանից է տրված։ Ուզում եմ, երբ որ այցելես, ես իմ տեղում լինեմ, իմ տեղը դատարկ մնացած չլինի, Տեր։
Որ ինձ չհարցնես, որտեղ ես դու։ Ես ուզում եմ, որ քեզ հետ լինեմ, Տեր։ Որ ես ուզում եմ, որ ամեն ժամանակ, երբ որ դու ինձ կանչես, ես ասեմ, ահա ես, Տեր։ Ես ուզում եմ, երբ որ դու գաս, ես սպասելուց լինեմ քեզ։ Ուզում եմ, որ իմ կյանքը փոխվի, եւ ես ավելի քեզ նմանվեմ, Տեր։ Ուզում եմ, որ քո հեղինակությունը ինձ համար միայնակ լինի։ Եվ քո երկյուղը ամեն ժամանակ իմ աչքի առջև լինի, Տեր։ Պահիր մեզ, ծածկիր մեզ քո ներկայությամբ։ Եվ թող ամբողջ փառքը, ամբողջ պատիվն ու մեծարանքը քեզ բարձրանա, իմ Աստված։ Շնորհակալ ենք քեզանից։ Մեր սիրելի Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով աղոթեցինք։ Ամեն։